Սենյակից տոնածառը դրեցինք, հիմա հերթը հասավ հյուրասենյակինը։ Այս տոնածառը երևի իմ սենյակի տոնածառից մի երկու անգամ մեծ է։ Ու այդ պատճառով մենք ունենք այսպիսի երկու կառոպկա, որտեղ ամբողջությամբ տոնածառն է։ Ու հիմա եկեք սկսենք տոնածառը հավաքելը։ Հիմա ես մի փոքր տեղազատեմ, որ կարողանանք արդեն դասավորել։ Հիմքը դրեցինք։ Հիմա հասկանանք այս որ մասն է։ Այս գագաթն է, այս վերջում մնաց։ Ես նոր հիշեցի, որ այս տոնածառը իմ սենյակի տոնածառին նման չի։ Իմ սենյակի տոնածառը ես հետս հետը հավաքում էի ներքևի շերտից մինչև վերևի շերտ ու առանձին միայն գագաթը կար։ Իսկ այս տոնածառը բաժանված է խոշոր 3 մասերի ու հավաքելու գրեթե ոչինչ չկա։ Հիմա ուղղակի պիտի հասկանանք այս որ մասն է։ Առաջինն է, թե առաջինը։ Առաջինը այս մեկն է երևի։ Հիմա փորձենք այս ամենախոշոր հատվածը հանենք, բայց ինձ թվում է բավականին ծանր է լինելու։ Ու հիմա այս մի, չգիտեմ քանի կիլանոց ճյուղը դնելու ենք սրա մեջ։ Ով էր ասում չեմ կարողանա, բայց մի քիչ բերենք մեջտեղ։ Այսպես, երևի մեջտեղում ենք։ Հիմա դնելու ենք այս երկրորդը էլի մեջտեղից բռնենք ու կյանքումս ես այսքան շատ տոնածառ դնելու չէի տանջվել։ Մի հատ խնդրում եմ վիճակս տեսեք։ Այստեղ ճյուղերը սիրուն բացված չեն, մի փոքր պիտի բացենք, որ ներսի ձողը չերևա ու մնաց այս գագաթը դնենք։ Այս գագաթի հատվածը շատ վատ է նայվում։ Մի րոպե։ Ինձ դուր չի գալիս այս հատվածը շատ բաց է ու այս հատվածը շատ ցրված են մի տեսակ։